Գյուղացու բերքը ինչպես հեռու պահել բնական ռիսկերից։ Հունիսին տեղացած կարկուտը կրկին օրակարգ բերեց հրատապ լուծում պահանջող հարցը։ Վաղ գարնանը Տավուշին, ավելի ուշ Շիրակին, ամենաշատը Արմավիրին վնաս հասցրած կարկտի հետևանքները տեղում հաշվարկում են, կներկայացնեն կառավարություն։ Եկող տարվանից առայժմ պիլոտային կգործարկեն գյուղարտադրանքը աղետներից ապահովագրելու համակարգը, նախագահին զեկուցեց գյուղնախարարը։ Խորհրդատուն կա, ապահովագրական ընկերությունները կան, վերապահովագրողները կան, պետք է այդ ամբողջը բերել մի հարթակի վերադնել եւ փորձարկումներ անել։ Զուգահեռ պետությունը կսուբսիդավորի այգիները հակակարկտային ցանցերով պաշտպանող կաթիլային ոռոգում ունեցող ֆերմերների վարկերը։ Բնական աղետների դեմ պայքարի գյուղմթերքի որակը բարելավելու ժամանակացույցը չեն խախտի, որպեսզի նախատեսածի պես պարենային անվտանգության մակարդակը հասցնեն 75%-ի։ Շեշտադրվեց նաեւ գիտական հենքի ստեղծումը եւ վերականգնումը սերմնաբուծական սելեկցիոն կայանների, տոհմաբուծարանների, որոնք թույլ կտան բարձրացնել որակը գյուղատնտեսական արտադրանքների։ Ընդերքն ինչպես օգտագործել, որ շահի տնտեսությունը չտուժի բնությունը, էներգետիկ քաղաքականությունը այդ ուղղությամբ կլինի։ Աշոտ Մանուկյանի զեկուցած բնական պաշարների կառավարման հայեցակարգը ազգային անվտանգության խորհուրդը հաստատեց։ Առաջինը դա բնական պաշարների կառավարման բնագավառում տնտեսական արդյունավետության, սոցիալական արդարության եւ բնապահպանական տեսանկյունից անվտանգության այս 3 խնդիրների հավասարաչափ իրացման կամ հավասարակշռության խնդիրն է։ Օգտակար հանածոների, հողերի, անտառների, ջրային պաշարների պահպանության համար կգործի միասնական կառավարման համակարգ, պարտադիր կփոխհատուցվի բնությանը հասցված վնասը։ Նախագահը հստակ հանձնարարական տվեց մեկ շաբաթյա ժամկետում լրամշակել հայեցակարգը բոլոր այն դիտողությունների եւ առաջարկությունների հիման վրա, որոնք հնչեցին անվտանգության խորհրդի անդամների կողմից, եւ ժամկետներ սահմանվեցին համապատասխան ռազմավարությունը կառավարության կողմից հաստատելու եւ ազգային ժողովի հաստատմանը ներկայացնելու համար։ Արտաքին օրակարգում մտահոգիչ է Մերձավոր Արևելքում իրավիճակը, ազդեցությունը հայ համայնքների վրա։ Բոլոր դեպքերում անկախ նրանից սրվելու է թե չսրվելու, մենք պետք է շարունակենք մեր օժանդակությունը եւ հիմնական նպատակը պետք է կայանա իմ կարծիքով նրանում, որպեսզի կարողանանք բնակության մնացած մասը գոնե տեղում պահել։ Երկրորդ խնդիրը այստեղ պետք է շարունակենք օժանդակել սիրիահայերին։ Նաև միջազգային կառույցների օժանդակությամբ պետք է պատրաստ լինել արձագանքել զարգացումներին։ Նախագահը անվտանգության խորհրդի ուշադրությունը հրավիրեց, եթե սրվի իրավիճակը, օգնել արևելքի հայրենակիցներին։ Մայա Խաչատրյան, Հովհաննես Քյոսեյան, Հակոբ Թումանյան, օրակարգ։